Բարի լույս։ Եբրայեցիներին ուղղված նամակի մեջ 11-րդ գլուխ։ Պողոս առաքյալը անդրադառնում է հավատքին։ Եվ տեսեք ինչ մի գեղեցիկ տող կա, որ առանձնացրեցի այսօրվա ընթերցումից եւ կուզեմ ձեզ համար ընթերցել։ Բայց առանց հավատի անհնար է հաճելի լինել Աստծուն։ Քանի որ նա, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ Աստված կա եւ վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են իրեն։ Հավատով է, որ Նոյը պատգամ ստանալով դեռևս անտեսանելի բաների մասին վախից բռնված իր ընտանիքի փրկության համար տապանը պատրաստեց, որով եւ դատապարտեց աշխարհը եւ ժառանգորդ եղավ այն արդարության, որ հավատից է։ Սիրելիներ, առանց հավատի անհնար է Աստծո հետ փոխհարաբերության մեջ մտնել, ասում է Պողոս առաքյալը, եւ այսօրվա մեր հոգեվոր նախաճաշի հիմնական պատգամն է սա։ Խառն է այսօր աշխարհը։ Մեր կյանքը խառն է, սիրելիներ։ Մենք չենք հասկանում, թե ինչպես է անցնում ժամանակը եւ ինչ արեցինք եւ ինչպես արեցինք։ Երբեմն օրը վերջանում է եւ հասկանում ենք, որ մենք դժգոհ ենք մեզանից։ Ինչու՞։ Որովհետեւ խառն էր, չկարողացանք կազմակերպել։ Եվ ինչու է այդպես, որովհետև մեր միտքը հավատքի մեջ չէ, մեր միտքը մեր առօրյա անելիքների մեջ է։ Հետո ուզում ենք, որ այդ խառնաշփոթության մեջ, այդ անճանաչելի իրարանցումի մեջ Աստծուն կարողանանք տեսնել, շփվել Աստծո հետ, հաղորդակցվել, եւ այնպես ինչպես որ մենք պատկերացնում ենք դա, անհնարին է, որովհետև նախ եւ առաջ Աստծուն հաճելի լինելու եւ նրա հետ հաղորդակցվելու համար հավատքի զորություն է պետք։ Խառն ենք, որովհետև խնդրում եմ ընդունեք այս ասածս, հավատքի մեջ կգանենք։ Այսօրվա հոգևոր նախաճաշը մեզ սովորեցնում է հավատքը զորացնել։ Հարցնելու եք ինչպես, պատասխանում եմ։ Հավատքը զորանում է եւ երբ մենք անընդհատ հաղորդակցվում ենք Աստծո սուրբ խոսքի հետ, սուրբ գրքի հետ։ Հավատքը զորանում է, երբ մենք եկեղեցում մաս ու բաժին ենք կազմում, եկեղեցվո հայրերի ժառանգությամբ, նրա սրբազան ավանդության ժառանգությամբ եւ այն ամենով, ինչը մեր մայր եկեղեցին, որպես սիրող մայր, տալիս է մեզ հավատքին սնունդ ունենալու համար։ Հետևաբար, սիրելիներ, հավատքն է, որ մեր փրկությունը ապահովելու է։ Հավատն է, որ մեզ օգնելու է Աստծո հետ լինել եւ այդ լինելը կարողանալ ապրել, զգալ եւ վերարտադրել այսօրվա կյանքին։ Հավատքով քայլեք, սիրելիներ։ Հավատքը մեզ զորություն է, հավատքը մեզ ուժ է եւ հույս ու վստահություն Աստծո հետ լինելու եւ Աստծով ապրելու։ Բարի եւ խաղաղ ձեզ բոլորին։ Աստված օրհնի։